Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք, սիրելի հեռուստադիտող, ինչպես գիտեք, այսօր շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրն է, նոյեմբերի 14-ը, դրա համար մենք այսօր ըստ էության աշխատելու ենք ուղիղ եթեր ռեժիմում եւ Բժիշկ Ամիրյանի հետ միասին հյուրընկալելու ենք շատ մի կարևոր գործընկերոջ, պրոֆեսիոնալ մարդու, ով արդեն մեզ մեկ անգամ հյուրընկալվել է։ Այսօր փորձելու ենք ըստ էության խոսել շաքարային դիաբետի կառավարման ժամանակակից արդի նորարարական բոլոր մեթոդներից, ավելին մենք լիքը բան տեղում ցույց ենք տալու։ Առողջ առավոտ։ Առողջ առավոտ Բժիշկ Ավետիսյան, Բժիշկ Ամիրյան։ Ինչպես հասկացաք, մեր հյուրը Կոնցեռն Էներգոմաշ ընկերության հաճախորդների աջակցման եւ սպասարկման բաժնի ղեկավար Դեղագետ Սառա Աղաբեկյանն է, կարծում եմ շատերդ նրան արդեն ճանաչում եք։ Դուք առաջամարտիկներից մեկն եք դիաբետի դեմ պայքարի, լինելով դեղագետ, ինչու, որովհետև դուք ներկայացնում եք այն ընկերությունը, որ ըստ էության հեղափոխական փոփոխություններ արեց շաքարային դիաբետի վարման, ուրեմն նորարար մեթոդների ադապտացիայի, իմպլեմենտացիայի հարցում, այսինքն ներմուծում Հայաստան, բժիշկների, մասնագետների ուսուցում, բուժաշխատողների։ Եկեք ամբողջությամբ այսօր փորձենք շաքարային դիաբետը նորից մարսել, ոչ թե կլինիկական ասպեկտներով, այլ լուծումների։ Համաձայն եք։ Իհարկե, օրակարգը հաստատված է։ Սկսում ենք, ինչից սկսենք։ Տիկին Աղաբեկյան։ Բժիշկ Ավետիսյան, ես ուզում եմ ձեզ ներկայացնել, ինչպես դուք ասացիք, որ Կոնցեռն Էներգոմաշը եւ մեր կազմակերպությունը դիաբետը հենց իր հարթակով միշտ կողմ է նորարարական լուծումներին, հատկապես դիաբետի դեմ պայքարում մենք նպատակաուղղված ենք, որ պացիենտներին տրամադրենք լուծումներ, որոնք կհեշտացնեն իրենց կյանքը եւ առօրյան, որովհետեւ դիաբետը հենց այն խնդիրն է, որը պահանջում է անընդհատ հետեւողական մոտեցում եւ իրականում նախորդ հաղորդմանը երևի կհիշեք, որ ասացի, որ մենք պատրաստում ենք Հայաստանի Հանրապետության համար նորամուծություն, նոր տեխնոլոգիաների մուտք եւ իրականում եթե հիշում եք, մեզ էլ ձեզ խոստացա, որ երբ որ լինի, մենք այն կլուսաբանենք։ Այո։ Չէ հիշում։ Դուք էլ եք, չէ հիշում, բոլորդ հիշում եք, ուրեմն գնացինք առաջ։ Եվ ուրախ եմ իրականում տեղեկացնել, որ այո, Հայաստան մուտք է գործում շվեյցարական Roche ընկերության Accu-Chek Smart Guide սենսորները, որոնք առաջինն են հանրապետությունում միջազգային ճանաչում ունեցող կազմակերպություններից մեկի սենսորներն են։ Ես ինքս իրականում ինձ հետ բերել եմ Accu-Chek Smart Guide սենսորը, եւ սա իր ցուցադրական մոդելն է, որ կարողանամ ցուցադրել, թե ինքը իրենից ինչ է ներկայացնում։ Հեռուստադիտող եւ ոչ միայն սա գովազդ չէ, մենք պարզապես գիտական նորարարության մակարդակում ցույց ենք տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի 180-200 եւ ավել երկրների մեջ հետ չի մնում, իսկ դուք գիտեք, թե ինչքան շատ է մեր պոպուլյացիայում շաքարային դիաբետը, ոչ վարակիչ հիվանդությունների մեջ, մետաբոլիկ խանգարումների մեջ, ինչքան լուրջ հանրային առողջապահական խնդիր է, այնպես որ դեմո տարբերակը ցուցադրելը կարծում եմ շատ ավելի լավ է։ Շատ, եւ սա իրականում նշեմ, Բժիշկ Ավետիսյան, Բժիշկ Ամիրյան, այս պրոդուկտը ինքը շուկա է մտել 2025 թվականին եւ դրա համար եմ շատ ինքս ուրախ, որ մենք 25 թվականին ներմուծված ամբողջ աշխարհ պրոդուկտը ունենք Հայաստանում արդեն իսկ 25 թվականին, այլ ոչ թե այն ժամանակ, երբ որ իրականում կիրառելի չի լինում։ Ես ձեր միտքը չշեղեմ, ասեմ, որ մեր տաղավարում արդեն քանիցս, եթե հիշում եք, օրեր առաջ մենք խոսում էինք սրտաբանության ազգային կենտրոնի մասին, որտեղ որ 2025 թվականի արտադրության սարքավորումը արդեն տեղադրված էր նորաբաց բաժանմունքում, նորաբաց կլինիկայում եւ սա եւս մեկ օրինակ է, որ Հայաստանը երբ որ ցանկանում է, կարողանում է համաշխարհային տրենդի մեջ մնալ։ Սա ինձ համար հատկապես մեր տաղավարում, չգիտեմ, մենք սկզբում երբ որ այս հաղորդումը մեկնարկել էինք, որոշ հարցերում մենք էլ էինք թերահավատ, բայց հիմա աստիճանաբար Տիկին Աղաբեկյան, այս օրինակով եւ նմանատիպ օրինակներով մենք էլ ենք ոգեշնչվում, որ փաստորեն վերջին շունչ տեղեկատվությունը կարողանում ենք մատուցել մարդկանց։ Իրականում դա գովելի է բոլոր ասպեկտներից, եթե նայենք, որովհետև միայն պացիենտները շահում են, եթե մենք կարողանում ենք նորագույն տեխնոլոգիաները հենց ժամանակին համընթաց ներմուծել Հայաստան։ Եվ իրականում պրոդուկտը կիրառման մեջ չափազանց պարզ է պացիենտի համար, որովհետև այն բաղկացած է ընդամենը մեկ ապլիկատորից եւ սենսորից։ Իմ վրա կարելի է ցույց տալ, ես էսի սնահավատ բաներ չունեմ։ Չծակեք, ոչինչ չանեք։ Ցույց տամ ինչպես է տեղադրվելու։ Ինչպես է տեղադրվում, այո։
Տեղադրելու համար պետք է սա ընդամենը բացել եւ պտտել։ Այո։ Պտտում ենք, պտտելուց հետո դուք ընդամենը ձեռքը այսպես եք անում Այո։ եւ ինքներդ տեղադրում եք։ Այսինքն ինչ է, սեղմում ենք, Սա բացվում է, այո, լիարժեք, այո, եւ ձեր ձեռքին հայտնվում է այս սենսորը, այո, այս շրջանում։ այս հատվածում։ Ու ինքը հատկապես պետք է այս գործողությամբ տեղադրել, ձեռքը հենց այսպես ենք դնում, որովհետև ինքը պացիենտի համար շատ ավելի հարմար է։ Դուք կարող եք փորձել, տեսնեք, Աջ կամ եւ էական չի որ ձեռքը։ Ահա, խնդրեմ։ Խնդրում եմ նաեւ ձախով փորձեք, որովհետև դնեմ, օքեյ, ձախով, ենթադրենք ես ձախլիկ չեմ, ինձ դժվար է, բայց ենթադրենք պայեցինք, հա։ այո, վերջ։ Ճպ, Ճպ, կտ։ կտ։ Կամ ցանկացած այլ Ձայն ու վերջ։ տեքստուկ անեք։ Եւ այս սենսորը հայտնվում է ձեր թևին։ Եվ ինչպես է այն աշխատում, որպես հաղորդիչ փոխանցում Մի կարևոր բաներ ունեմ ասելու, Հայաստանի Հանրապետության համար բաց են բոլոր ծրագրային ապահովումները սարքի, ընդհանրապես պետք է հեռախոսի մեջ տեղադրել ծրագրերը եւ վերջ։ Այո, եւ մեկ այլ կարևոր բան եմ ներկայացնելու, որ այս պրոդուկտը աշխատում է նաեւ AI-ի հետ ինտեգրված։ Այո, քանի որ ունի կանխատեսելու հնարավորություն։ 2 ժամ շուտ կանխատեսելու է, թե տվյալ պացիենտի գլյուկոզան ինչ մակարդակում է լինելու եւ հնարավորություն է տալու կանխարգելելու հիպո եւ հիպերգլիկեմիաները։ Ես ապրում եմ այն էվոլյուցիան կամ իմ աչքի առաջ ապրում է Բժիշկ Ամիրյանը էվոլյուցիա, երբ որ ընկերանում է AI-ի հետ եւ իմ բոլոր կանխատեսումներում ես ասել եմ, եթե AI-ը մենք ճիշտ օգտագործենք, AI-ը գալիս է մարդուն դառնալու օգնական եւ ոչ փոխարինող եւ այստեղ է որ մենք, այսինքն իր վիճակագրությունից ելնելով ինքը կարողանում է արդեն հստակ կանխատեսում անել։ Հայ կանխատեսելու է տվյալ պահից սկսած 2 ժամվա ընթացքում հստակ եւ նաեւ կանխատեսելու է գիշերը հիպոգլիկեմիա ունենալու հավանականությունը տվյալ պացիենտի մոտ 7 ժամ շուտ։ Այստեղ ստոպ։ Իմ մեջ գիտնականը արթնացավ եւ քննադատը հիմա ես գնում եմ ընդդիմախոսելու ձեզ։ Ապացուցողական բժշկության լեզվով ինչ հետազոտությունների հիման վրա եք դուք սա պնդում եւ ընկերությունը կամ արդյոք FDA-ը սա հաստատել է որտեղից այս տեղեկատվությունը։ Ես խոսում եմ բժշկական հանրության փոխարեն եւ քննադատի փոխարեն։ Նայեք, տվյալները հավաքագրվում են հենց տվյալ պացիենտի համար եւ նշված ֆունկցիան, հիպոգլիկեմիայի ֆունկցիան, գիշերային հիպոգլիկեմիայի ֆունկցիան սկսում է աշխատել 1 օր համակարգը աշխատեցնելուց հետո եւ դրանով իսկ պայմանավորված տվյալ անհատի դատաբազայի հիման վրա դուրս է բերվում ալգորիթմը եւ բացատրում եք ոնց է աշխատում տվյալ պացիենտի դեպքում ես հարց եմ տալիս ինչքանի մարդու վրա է դա հետազոտվել եւ ինչպիսի վիճակագրությամբ եք եկել դրան։ Կլինիկական հետազոտությունները բնականաբար կան եւ համակարգը CE որակավորումը իր վաղուց արդեն ստացել է եւ պացիենտների վրա այն փորձարկված է։ Քանի պացիենտի վրա ինչ հետազոտություններ կան։ Միանշանակ դա պետք է լինի 100 եւ ավել պացիենտ, որի դեպքում միայն կարելի է հստակ պնդել, որտեղ որ հազարավորների վրա է փորձարկված դուք մի հետազոտության ժամանակ n-ը հավասար է 100 սրա մասին եք խոսում։ Ինչի եմ ես ինձ այսպես պահում, ձեզ լավ ճանաչելով եւ ընդհանրապես հասկանալով, որ Հայաստանի Հանրապետությունն էլ ունի կանոնակարգման ճանապարհներ, մինչեւ այս ապրանքը հասցնել, տեղադրել, վաճառել եւ այլն, բայց ես այն մարդն եմ, ով պոտենցիալ դատն է եւ հարցնում է ինչպես դա կարող ենք մենք կանխատեսել։ Իրականում երջանիկ եմ, որովհետեւ այո, սա թվային տեխնոլոգիա է եւ կա վիճակագրություն եւ արդեն սարքավորումը այնպես է ծրագրավորված, որ ինքը հավանականությունը հաշվում է։ Այո։ Սա ինչ է նշանակում, որ այն մարդիկ, ովքեր ունենում են պրեսինկոպիալ վիճակներ, ունենում են գլյուկոզայի տատանումներ, դա կլինի հիպոգլիկեմիայի տեսքով թե ինչ, սա միայն հիպոգլիկեմիան է կանխատեսում։ Եվ հիպեր։ Այո, երկուսն էլ կանխատեսում է եւ հնարավորություն է տալիս պացիենտին ոչ թե փաստացի հիպո եւ հիպերգլիկեմիան արդեն վերացնել, կառավարել, հնարավոր հիպո եւ հիպերգլիկեմիա, այսինքն մենք հնարավորություն ենք ունենալու պացիենտի դեպքում գրեթե միջին նորմալ սանդղակում ցուցանիշներ ունենալ, քանի որ արդեն իսկ դիագնոստիկան
առաջ է ընթանում։ Տիկին Աղաբեկյան, այսինքն ավելի པարզ ասենք, որպեսզի մեր հերոստատողներին པարզ լինի, սա գալիս է փոխարինելու այն կարելի է ասել տանջանքին, որ օրվա ընթացքում պարբերաբար պետք չի լինում անդադ ծագել, իսկ մեր հայ ժողովրդի մեծամասնությունը փորձից ելնելով կարող ենք ասել, որ անգամ նույնիսկ օրական մեկ անգամներ կան պացիենտներ, ովքեր չեն ուզում չափել, եւ այսպիսի մի հարց, այլ կան ակնկալիքներ, որ ստացիոնար պայմաններում եւս բաժանմունքները, որտեղ կան այո շաքարային դիաբետով, էնդոկրին բաժանմունքում պացիենտներ, որոնց պարագայում եւս սրանք կարելի է կիրառել, որովհետեւ բուժքույրերի կողմից եւս ռեսուրս օգտագործել եւ բարբերաբար այդ շաքարային դիաբետով պացիենտները առավել եւս դիաբետիկ ոտնատատով մի քանի անգամ կարիք ունեն չափման գլյուկոզայի։ Այլ կա արդյոք ակնկալիքներ, որ ստացիոնար պայմանները եւս հագեցված լինեն։ Առաջին հարցին պատասխանեմ բժիշկ Կամիրյան, իրականում շարունակական գլյուկոզ մոնիտորինգային համակարգերը, սենսորները ոչ թե գալիս են փոխարինելու գլյուկոմետրին, հա, մեր ավանդական ընդունված, այլ գալիս են ավելի հեշտացնելու պացիենտի կենսակերպը, քանի որ լիարժեք փոխարինել գլյուկոմետրիան չենք կարող, պարզապես նվազեցնելու ենք այդ ցավոտ process-ը, որ իրականում անվանվում է գլյուկոմետրիա։ Իհարկե քանի որ ինքը դեռ ոսկե ստանդարտ է համարվում գլյուկոմետրիան, չեն կարող փոխարինել, բայց ստացիոնար պայմաններում դա միանշանակ ցանկալի է ու անհրաժեշտ է, որ պացիենտները կիրառեն, որովհետև թե վիրահատությունների ընթացքում, թե պարզապես ստացիոնարում գտնվող պացիենտի պարագայում էլ ավել հսկողություն է անհրաժեշտ, որովհետև բժիշկը որոշակի նաև դեղորայքի, դեղաչափի փոփոխություն է կատարում եւ շատ կարեւոր է, որ այդ ամբողջ ընթացքը լինի եւ հստակ հետևելի եւ նաեւ հնարավորություն ունենանք պացիենտին տրամադրելու ինֆորմացիա, որ ձեր ցուցանիշները օրինակ այս 14 օրերի ընթացքում սկսել ենք այս ցուցանիշներից, ավարտել ենք այս ցուցանիշներով։ Այստեղ բայց մի նյուանս կա, ես հասկանում եմ, որ դուք նաեւ կազմակերպչական հանրային առողջապահական կոնցեպտով եք ասում, բայց սա կարծում եմ անհատական պետք է լինի։ Այսինքն բաժանմունքում չի կարող կարծում եմ լինել ապլիկատոր, որը հերթով կտրամադրի, սա անհատական է եւ ցանկացած դեպքում պացիենտի դաշտում է, միանգամյա օգտագործման է։ Այսինքն պացիենտը պիտի որոշում կայացվի, բաժանմունքը չի կարող ունենալ սարքավորում, որը բաժանմունքում հասկացաք չէ ինչ եմ ասում։ Ձեր միտքը երևի թե նաեւ դրան էր գալիս, դա արդեն պացիենտի դաշտում է եւ բաժանմունքը չի կարող նման առաջարկ անել պացիենտին, որովհետեւ ուրիշ կերպ կդիտվի։ Պացիենտը ինքը արդեն հիմա պետք է լսի, կրթություն ստանա եւ հիմա նաեւ նշեմ, որ էնդոկրին բաժանմունքները ըստ էության չեզոքացվում են։ Էնդոկրին բաժանմունք մեր հանրապետություն առանձնապես չի մնացել, որովհետեւ քաղաքականությունն այնպեսին է, որ շաքարային դիաբետը կանխարգելիչ լինի եւ գրեթե բանը չհասնի եւ ձեր ասած պացիենտները ավելի շատ կարող են գտնվել ռեանիմացիոն բաժանմունքում կամ ինտենսիվ խնամքի բաժանմունքներում։ Ես տեսնում եմ, որ հստակ այդպես ուղակի գնալ, պարկել, սիստեմա ստանալ բեռնաթափվել է զգալիորեն մեր առողջապահական համակարգը եւ շատ ավելի լավ, որ այդ մարդիկ չգնան եւ չհասնեն ստացիոնար պարկել։ Իրականում, որովհետեւ պրոդուկտիվ էլ չի, ավելի պրոդուկտիվ է տվյալ պացիենտը, հավատացեք, մեկ սենսոր 14 օր կրի, անհատական հենց իր սենսորը, որովհետեւ սենսորով այս համակարգերով պացիենտը ինքը պատկերացնում է, թե ինչքան կարևոր է իր կողմից ընդունած սնունդը, ածխաջրերի քանակը եւ ոնց է ազդում այն իր գլյուկոզի ցուցանիշի վրա։ Կախվածություն չի ունենա, չէ՞ պացիենտը այս սենսորից։ Չէ, գրագետ օգտագործելու դեպքում ոչ, որովհետև սենսորները նախատեսված են դրա համար, որ իրենց կյանքը ուղղակի հեշտացնեն։ Ցանկացած պահի պացիենտը կարող է որոշում կայացնել չկրել։ Այսինքն 6 ամիսը մեկ էլ եթե 15 օրով կրեմ, ես միջինացնում եմ, ինչ որ տվյալ եմ ստանում, վիճակագրություն, հետո որոշում եմ գլյուկոմետրիա անել։ Իրականում այո, բժիշկի կողմից է որոշվում, թե ինչքան ժամանակ է պետք կրել սենսորները յուրաքանչյուր մեկ սենսոր նախատեսված է 14 օրվա համար։ 14 օր անընդմեջ օգտագործելուց հետո փոխարինվում է եւ փոխարինումը նորն է տեղադրվում։ Բայց ապլիկատորը նույնն է մնում, չէ՞։ Ոչ, ամբողջությամբ այս ամբողջը սա մեկ սենսոր է համարվում եւ մեկ սենսորը կարելի է կիրառել ընդամենը մեկ պացիենտի համար։ Բայց տուփը ինչի համար էր։ Սա
Սա իր ուղղակի ցուցադրական մոդել է, այնտեղից անեցիք։ Այո, սա ցուցադրական մոդել է։ Դեմո։ Դեմո տարբերակ։ Ես կարող եմ ասել, որ մեր տեսանկյունից բարիատրիկ վիրահատությունների ենթարկվող ճարպակալում ունեցող անձանց պարագայում, ովքեր ունեն շաքարային դիաբետ, եւ այդ պացիենտներին ել ավելի եւ ներվիրահատական եւ հետվիրահատական շրջաներում առաջնային անհրաժեշտություն կլինեն այս սենսորները։ Համամիտ եմ, եթե այսպես մտածում եմ, արդեն որ կան սեգմենտներ, թիրախներ կան, թե հատկապես որ խմբերը, նրանք ովքեր որ իսկապես կարիք ունեն ավելի մոնիտորինգի, միանշանակ կարծում եմ, որ հետո լինում է, չէ, որ օրինակ երկարաժամկետ ինչ որ պրեպարատ ստանալիս մեկ էլ անտանելիություն է առաջանում այդ պրեպարատի կամ տոլերանտություն է առաջանում եւ թվերը սկսում են տատանվել, դեկոմպենսացվում է պացիենտի վիճակը եւ ոչ հազվադեպ նաեւ այդտեղ իրենց ինքնաբուժման գործընթացն է, հատկապես ինսուլինապահանջի դեպքում, երբ որ ինքնուրույն միավորները հաշվում են, փոխում են, շատ կան այդպիսի Հիշեցիք, չէ՞, տեսակ չէ՞, ձեզ գտակ սիրելի հեռուստադիտող, որ առանց բժշկի հետ խորհրդակցելու, հետո բալանսի գալու համար, օբյեկտիվ տեղեկատվություն ունենալու համար ամեն դեպքում սա նախընտրելի տարբերակ է։ Միանշանակ ցանկալի է ու ամենակարևորը պացիենտից անկախ մենք ունենում ենք ցուցանիշներ։ Իսկ գլյուկոմետրիայի պարագայում մենք կախված ենք պացիենտի ցանկությունից։ Նաև տեխնիկայից իրականացման, նաև նմուշարման ընթացքից եւ հազար ու մի ուրիշ գործոնից։ Իսկ այստեղ ընդամենը Տիկին Աղաբեկյան, քանի որ խոսում ենք լայն հանրության համար, ես գտնում եմ, որ ճիշտ կլինի, որ հանրությանը կոչ անենք ավելի գրագետ դառնալու ոչ միայն այս հաղորդման շրջանակներում, այլև նշենք, որ դուք եւ Diabet AM-ը եւ ընդհանրապես գլոբալ ընկերությունը մասնակցելու է նաեւ ուրեմն հայկական առողջապահական միջազգային էքսպոին, որտեղ կոնցեռն Էներգոմաշը մեր համակազմակերպիչ գործընկերն է։ Ես կուզեի, որ այդ դրա մասին խոսեինք եւ դուք ներկայացնեիք, թե ինչ ակտիվություններով եք հեռուստադիտողի համար, իս դեպքում արդեն նույն մարդիկ այցելուի կարգավիճակում ինչ կտեսնեն ձեր տաղավարում, ինչ activity-ներ ունեք։ Իրականում ինչ ակտիվություններ ունեք։ Իրականում շնորհակալություն բժիշկ Ավետիսյան, մենք ուզում եմ տեղեկացնեմ եւս մեկ անգամ, որ մենք միացել ենք Armenian International Healthcare Expo-ին, որը տեղի ունենալ նոյեմբերի 27, 28, 29, 30 Meridian Expo կենտրոնում, եւ մենք նախապատրաստել ենք բուժառուների համար նախատեսված դասընթացներ, որոնք լինելու են 40-ից 45 րոպե տևողությամբ, փոքրիկ դասընթաց նորագույն տեխնոլոգիաների կիրառման եւ ինչպես դրանք կփոխեն իրենց կյանքը եւ իրենց վերաբերմունքը հենց իրենց դիաբետին։ Այսինքն բացի տաղավարից, երբ որ ես մոտենամ, օրինակ այցելու եմ, ունեմ շաքարային դիաբետ, տեղում ինչ որ բաների ծանոթանամ, նաև դուք ինձ տրեյն եք անելու, ուսուցանելու եք։ Իսկ եթե մի փոքր նաև Diabet AM-ի եւ կոնցեռնի մասով այսպես կանք հայտարարի, ուրիշ ինչ ակտիվություններ եք ունենալու այդ օրերին, որ հիմա կուզեք մենք հիշատակենք, որտեղ հեռուստադիտողը կարծում եմ արդեն զգալի զանգված տեղյակ է մեր այս համատեղ միջոցառումից եւ ինձ համար անձամբ կարևոր է նախապես իմանամ ծրագրում դուք ինչ ունեք, որ ինձ կարող է հետաքրքրել։ Նախատեսված է միջոցառումներ կամ դասընթացներ, սեմինարներ, այսպես ասած, բժիշկների համար, տարբեր մասնագիտությունների տեր բժիշկների համար, օրինակ ունենալու ենք դասընթաց CPAP, BiPAP թերապիայի վերաբերյալ, ունենալու ենք դասընթացներ նաև բուժքույրերի համար, բուժքույրերին եւս չենք մոռացել, դա նոյեմբերի 30-ին է լինելու, բժիշկների համար նախատեսված միջոցառումներին կարող են հեռուստադիտողները ծանոթանալ անցնելով կոնցեռն Էներգոմաշի կայք կամ հենց Healthcare Expo-ի կայք կարող են մուտք գործել եւ տեսնել ինչ միջոցառումներ նախատեսված բժիշկների համար եւ սիրով բոլորին հրավիրում եմ Expo-ին, մեր տաղավար, ընդհանուր տեսնելու Armenian International Healthcare Expo-ն ինչպես է կազմակերպվել եւ ինչպես է ընթանալու բոլոր ակտիվությունները, որոնք փորձում ենք կազմակերպել թե բժիշկների, թե բուժառուների եւ թե բուժքույրերի համար։ Մի խոսքով էքսպո շրջանակներում մեզ այնքան անակնկալներ են սպասում, որ սիրելի հեռուստադիտողներ, ուղղակի, չգիտեմ, այդ օրը դրանից կարևոր բան պլանավորելու իմաստ չկա, կարելի է գալ եւ ուղղակի այն օրերին, ոչ թե այն օրերին, այո, ներողություն։ Մի ամբողջ առողջապահական տոնախմբություն ենք ունենալու, վերադառնալով շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրվան, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր առաջամարտիկներին եւ գիտեք, աշխարհը իսկապես գնում է գլոբալիզացիայի, պահպանելով ազգայինը, պահպանելով մեր առանձնահատկությունները,
մեր երկրին բնորոշ հաղթանակները առողջապահության ոլորտում, այնուհանդերձ եկեք շնորհակալություն հայտնենք բոլոր ներզատաբաններին եւ շաքարային դիաբետի հետ կռիվ տվող բոլոր բժիշկներին, նույն նյարդաբաններին, վիրաբույժներին, անոթային վիրաբույժներին, սրտաբաններին, ակնաբույժներին, ընտանեկան բժիշկներին, թերապևտներին, մանկաբույժներին եւ բոլորին։ Մենք կարծում եմ, որ նաեւ մի կարճ հարց, այո կամ ոչ, երեխաներն էլ կարող են ապլիկացիա անել սա տիպ 1 դիաբետի ժամանակ, այսինքն շաքարային դիաբետ տիպ 1-ի ժամանակ կիրառելի է։ Շաքարային դիաբետ տիպ 1-ի ժամանակ կիրառելի։ Բայց ոչ երեխաների։ Դեռևս ոչ երեխաների։ Ոչ երեխաների 18 եւ 18-ից բարձր։ Սելի հեռուստադիտող նաև նրանք, ովքեր ունեն շաքարային դիաբետ, նորից հիշենք մի բան, որ այն դատավճիռ չէ, այն ապրելակերպի մի մաս է դարձել ամբողջ աշխարհում, որովհետև իհարկե թվերը զարհուրելի են, բայց նաև այստեղ մենք հիշում ենք բոլորս, որ շատակերության մեջ քաղցրավենիքը բոլոր արտադրողները այնպես արեցին վերջին 50 տարվա ընթացքում, որ մենք մեր կյանքը եւ առօրյան առանց քաղցրավենիքի չենք պատկերացնում եւ քաղցր այդ սպիտակ թույնը, որ խոսում ենք շատ հաճախ աղի մասին, բայց նույն շաքարն է։ Փոխարենը հիշեցնում եմ նաև, որ կան ոչ գլյուկոզայի հիմքով, ֆրուկտոզի հիմքով բազմաթիվ քաղցր պարունակող այլ սննդատեսակներ, փոխարինիչներ, որոնք որ ամբողջությամբ կսպառեն ձեր պահանջը շաքարի եւ քաղցրի նկատմամբ։ Վախ այդ շոկոլադե գործարանը։ Ասում առանց քաղցրի հնարավոր է, որովհետև ես արդեն 3 ամիս է բժշկականության ընդհանրապես քաղցր։ Ընդհանրապես հրաժարվեցի քաղցրից, խմորից, հացից եւ ամեն ինչից եւ նիհարել եք 10։ Եվ ինձ զգում եմ 14 կիլոգրամ։ 14 կիլոգրամ, աստված։ Եվ ինձ զգում եմ առողջ։ Սա ուղիղ ակնարկ էր ինձ եւ մարտահրավեր, որ ես վերանայեմ իմ այս ոչ այդքան բժշկին հարիր կեցվածքը, ես էլ եմ շատ լուրջ քաշ եմ հավաքել, դա նստակյաց կյանքի մի մասն է եւ ռիսկ ունեմ փաստորեն նաեւ շաքարային դիաբետ զարգացնելու, ինչը ինձ լուրջ կոչ էր։ Մենք դեռ կհանդիպենք, մենք ձեզ շնորհակալություն հայտնենք եւ ինչքան էլ որ դուք մերժեցիք, բայց իմ համար բնավորությունը իմանալով ես ուզում եմ եթերում շնորհավորել ձեր տարեդարձը, որովհետեւ ես գիտեմ, որ այսօր ձեր տարեդարձը եւ շատ սիմվոլիկ եւ գեղեցիկ է, որ դուք տաղավարում անգամ ծննդյան օրով աշխատանք եք իրականացնում եւ հատկանշական օր եք ծնվել եւ եթե ձեր կյանքում սա զավեշտի պես լավ իմաստով ինչ որ մի բան է։ Սրտան շնորհավորում ենք ձեզ։ Լավագույնն ենք մաղթում, թող ձեր բոլոր առավոտները Տիկին Աղաբեկյան լինեն առողջ, որովհետեւ դուք լավ աշխատանք եք անում։ Շնորհակալ եմ, բոլորինս թող լինեն առողջ։ Այո։ Սիրելի հեռուստադիտող, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, որ նորից հանդիպենք եւ եւս մեկ անգամ կոչ ենք անում, որ նոյեմբերի 27-ին, 28-ին, 29-ին եւ 30-ին դուք մեզ միանաք Meridian Expo կենտրոնում, որտեղ որ ոչ միայն այս ուղղության մեջ, այլև առողջապահության, հայկական առողջապահության իրական տոնախմբություն է լինելու, այնտեղ ներկայացված են լինելու շատ ընկերություններ, որտեղ որ մարդիկ իրապես զգտելու են ձեզ համար բարիք ստեղծել եւ ծանոթացնել իրենց առաջարկվող ապրանքներին, ծառայություններին շատ ավելի մաչելի ու հետաքրքիր տարբերակով։ Ինչպես նաև բժշկավետության մշակութային հաճույք ստանալու նպատակով։ Առողջապահության ոլորտի շրջանում մենք ձեզ հրավիրում ենք եւ եթե չեմ սխալում, ամսի 30-ին դուք բուժքույրերի շքերթ եք անելու, եթե թիվ չեմ հնչեցնում, վախենալու թիվ է, մեծ թիվ է շատ, թե ինչքան բուժքույր է միանալու, մենք մինչ այդ օրը ձեզ նաեւ հրավիրում ենք իմ եւ բժիշկ Ամիրյանի համերգին ամսի 28-ի երեկոյան, որտեղ մենք ժամուկես լայվ կենթանի հնչողությամբ համերգ ենք ունենալու։ Ես լռելու եմ, ինքը երգելու է, ինչպես որ հիմա ես խոսում եմ, ինքը լռում է հաղորդում։ Սելի հստատող գնանք, քանի դեռ ուշ չէ, լավ եղեք, առողջ եղեք։